ՆԱՏՕ-ի մասին անդրադառնալով ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցությանը այս առեցված հակամարտությունների կարգավորման գործին, ԵԱԿ ձևաչափի պահպանման օգտին է խոսել ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը։ Վերջինս Հայաստան եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը դրական գործընթաց է համարում, որը ազդեցություն կարող է ունենալ ողջ տարածաշրջանի վրա։ Մոտ ապագայի խնդիր է ձեր կարծիքով։ Նախ ասեմ, որ համաձայն ենք, ամեն ինչ ասվել է, բայց շատ է խոսում այն մասին, որ եթե Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ կփչանան, որովհետեւ մենք Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, ապա եթե Թուրքիայի հետ սահմանը կբացվի, մենք ի վերջո չենք կործանվի սահման կունենանք։ Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվելու է, ոչ թե լրացուցիչ մեզ համար այլընտրանքային ճանապարհ, այլ ընդհանրապես Վրաստանի սահմանը փակելու գնով, իմացեք հենց այդ օրը մենք հանձնել ենք եւ Ղարաբաղը եւ ամբողջ գրավել տարածքները։ Եթե մեր կյանքի ճանապարհը դառնալու է Թուրքիայով եւ Թուրքիան տեսնելու է, մենք այլևս Վրաստանով ճանապարհ չունենք։ Դա նշանակում է, որ մենք կորցնում ենք եւ Ղարաբաղը եւ գրավել ազատագրված տարածքները եւ ամեն ինչը։ Այսինքն դրա համար խոսքը վերաբերում է հետեւել։ Մենք երբեք չպետք է վարենք այնպիսի քաղաքականություն, որը երբևիցե Վրաստանի հետ մեր սահմանը կփակի։ Այդ դրա համար, երբ որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, 4 տարի ավել այդ թեմայով անընդհատ խոսել ենք մեր կուսակցությունը, ես շատ ելույթներ եմ ունեցել, շատ եմ դարձավ, որ ի վերջո նա դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, մենք ինչ ենք անելու։ Ու դրա համար կա այսպիսի խնդիր։ Արդյունքում նաև էլի ասելու։ Կոմպլեմենտար քաղաքականություն ոչ թե պետք է վարի Հայաստանի իշխանությունը, որ հետո էլ տեսնեն Ամերիկան ուժեղանում, Ամերիկան մոտ գնան կամ էլ ընդդիմություններ միանգամից բոլորը գնան հայկական մաքսիմալիզմը, որ դե լավա բոլորը այնտեղ են։ Հետո Ռուսաստանն է ուժեղանում, բոլորն այնտեղ են։ Կոմպլեմենտար քաղաքականություն պետք է վարի պետությունը։ Այսինքն, եթե այսօր մեր իշխանությունը վարում է կոնկրետ քաղաքականություն, ինչ որ ռազմավարական դաշնակցային հարաբերության մեջ Ռուսաստանի հետ, խոսքը գնում է եւ նաեւ ԱՊՀ-ի եւ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպի եւ այլն, գոնե պետք է մեր մոտ լինի հզոր այլընտրանք ընդդիմության տեսքով, որը որ խոսի այդ արժեքների մասին։ Համաուժ քայլեր անելու այն դեպքում, երբ որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Համաուժ քայլեր անելու այն դեպքում, երբ որ տարածաշրջանում էականորեն կմեծանա նաև Եվրոպայի ազդեցությունը, նաև Ամերիկայի մեծանալու ազդեցությունը, որտեղ նրանք արդեն բոլորին ցույց տվեցին, որ Ռուսաստանը ոտքի է կանգնում։ Բայց ի՞նչն է այստեղ խնդրեմը։ Երբ որ մենք արևմուտքի հետ համաուժ քաղաքականություն չենք տանում, այդտեղ տուժում ենք։ Բացի դրանից, թե Ռուսաստանից էլ մենք համարում ենք ռազմավարական գործընկեր, ռուսական արջը տրամադրությունը բարձր է, թե տրամադրությունը ընկած, ոնց թաթը դնում է մեր վրա։ Էլի դուժողը մենք ենք ելնում։ Մենք այդ գործընկերությունից չենք օգտվում։ Այսինքն մենք տարածաշրջանի վեկտորին հակառակ քաղաքականություն ենք վարում։ Եթե Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա մի ռազմաքաղաքական դաշինքի մեջ հայտնվեցին, Իրանը անընդհատ իր գլխին խնդրեմ ման գալիս, ի վերջո կարող է այդ խնդրեմի համար առանց այն քաղաքակիրթ աշխարհի հետ նա հակադրվելու վիճակում է գտնվում, մենք ում հետ ոնց ենք աշխարհը չփվելու։ Այսինքն խոսում այդ խնդրեմը։ Լավ ապագա։ Եվ դրա համար նաև միակ բանը, որը մեզ համար դրական է, այս բոլոր բացականների մեջ Ղարաբաղի հարցի հետ կապված ասեմ ինչն է։ Եթե ժամանակին գերտերություններն ու հզորները կոնֆլիկտ ունեն ու հակասություններ, միշտ դժողը մենք էինք։ Գոնե Ղարաբաղի հարցում ինչի դա այդպես չի, որ իրանց կոնֆլիկտից կտուժենք մենք, որովհետև եւ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը հետաքրքրություն ունի Կոսովոյի ճանաչելու հարցում, եւ Ռուսաստանը Հարավային Օսիայի ու Աբխազիայի։ Որևէ դեպքում, այսինքն որևէ կողմը եթե փորձի մեր վրա ճնշում գործադրել Ղարաբաղի հարցի վնաս մեզ լուծելու, մյուս կողմը պետք է ինչու է անում։ Բայց ինչու ուրիշ դեպքում այդպես չես վարվում։ Գոնե մի անգամ ստացվեց այնպես, տևական ժամանակից հետո, եւ այն էլ գոնե մի էպիզոդում, ես չեմ ասում ամբողջ քաղաքականության, արտաքին քաղաքականության Հայաստան, որ ձեռնտու վիճակում է։ Գոնե այդ միակ հարցն է ձեռնտու, որ որևէ դեպքում մենք Մինսկի խմբի ֆորմատ կլինի, մարդ կավելանա թե կպակասի, ուղղակի անդամ պետություններն ու գերտերությունները մեզ չեն կարող ճնշել, որտեղ ամեն մեկը իր հերթին ինչ որ մեկին նախադեպային ձևով ճանաչել է։ Եվ նաև մի դրական հարց էլ է առաջացել։ Օրինակ մեր սահմանադրության մեջ էլ կա նոր, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի գտնվում Հայաստան պետության պաշտպանության ներքո, անկախ նայած աշխարհի որտեղում ուզում լինի։ Այսօր այդ նույնը, որը որ կար եւ Միացյալ Նահանգների սահմանադրության մեջ, եւ Ռուսաստանը իր օրենքները որոշակի փոփոխեց։ Ռուսները օգտագործեցին։ Պրակտիկ մենք տեսանք, թե ինչպես ինքը օգտագործեց այդ հանգամանքը եւ ինքը մտավ ուրիշ պետություն, ասեց եկել եմ իմ քաղաքացուն պաշտպանել։ Այսինքն, երբ որ ես խոսում եի, որ ուզում միտքը շարունակեմ ու հենց դրանով ամփոփեմ, որ ես ասում եմ նոր որակի խնդիր է եկել նոր իշխանության առաջ, այսինքն այդ տարածքներում եթե կապրի հայ, որը կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը տուժած է եղել Ադրբեջանի դուսեկացու պարադի չենա փախստականի կարգավիճակ ունի, հայ կարգավիճակ ունի, եւ նրան, ասենք ենթադրենք Քելբաջարում տի նեղացնեն, նրա շահերը պաշտպանողը տինի Հայաստան պետությունը։ Մենք արդեն ոչ մեկը մեզ չի մեղադրի, ասít ինչ ես անում։ Կասենք ձեզանից շատ ուշին ձևով սովորել ենք։
Բոլորս էլ խնդրով մտահոգ ենք ու նաև պարզեցինք մեզ համար էլ իհարկե, որ առաջիկա թողարկումներից մեկը անպայման կնվիրենք Ջավախքին ու Ջավախքի խնդրին։ Մեզ կարող եք այլ առաջարկություններով իհարկե նաև զանգարել 57 65 12 կամ 094 11 88 65 հեռախոսահամարներով կամ գրել հրապարակ շնիկ երկիր մեդիա.am։ Կհանդիպենք։